Բարի երեկո, Ամեկ+ ստուդիայից ուղիղ հեռարձակմամբ մեդիա կենտրոնի կազմակերպած բանավեճն է, ինչը շահում Հայաստանը տնտեսապես միանալով մաքսային միությանը հարցադրմամբ։ Ես Դիանա Մարկոսյանն եմ։ Մեր այսօրվա բանավեճի մասնակիցներն են տնտեսագիտության թեկնածու Արտակ Մանուկյանը, էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը, տնտեսագիտության թեկնածու 1994-95 թվականներին Կենտրոնական բանկի նախագահ Բագրատ Ասատրյանը։ Շնորհակալություն մեր հրավերը ընդունելու եւ ստուդիայում հյուրընկալվելու համար։ Սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին, թեև մինչ այդ ավելի քան 3 տարի բանակցություններ էին ընթանում Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի կնքման շուրջ։ Փորձագետների գնահատականները շատ տարբեր են։ Եվրաինտեգրման ջատագովները պնդում են, որ այս քայլով Հայաստանը կորցնում է պատմական պահը եվրաինտեգրման եւ տնտեսական զարգացման հեռանկար ապահովելու, իսկ մաքսային միության անդամակցելու կողմնակիցները գտնում են, որ սա միակ իրական ճանապարհն է, որով հնարավոր կլինի անցնցում զարգացնել տնտեսությունը, միաժամանակ պահպանելով ռազմավարական գործընկերոջ հետ անհրաժեշտ փոխհարաբերությունները։ Փորձագետների մի երրորդ խումբ էլ հնարավոր է համարում համատեղել մաքսային միության եւ Եվրամիության հետ հարաբերությունները, դրանք ծառայեցնելով Հայաստանի շահերին, տնտեսության համաչափ զարգացմանը։ Ուզում եմ տեղեկացնել, որ մեր բանավեճի տևողությունը 1 ժամ է։ Բանախոսներն ունենալու են հարցերին պատասխանելու սահմանափակ ժամանակ հավասարաչափ հնարավորություն ընձեռելու համար։ Բոլորին եւ յուրաքանչյուր հարցին պատասխանելու համար տրվող ժամանակի ավարտը կազդարարվի զանգով, ժամանակին կարելի է հետևել նաեւ այս էկրանի միջոցով։ Հաղորդման առաջին հատվածում հարցեր կտամ ես, իսկ երկրորդ հատվածում բանախոսները միմյանց կարող են դիմել հարցերով։ Եվ այսպես, որքանով էր բխում Հայաստանի տնտեսության շահերից մաքսային միությանն անդամակցելը։ Կխնդրեմ 1 րոպեում ձևակերպել պատասխանը, քանի որ հետագայում նորից հնարավորություն կունենանք այս հարցի շուրջ ավելի մանրամասն խոսել։ Արտահայտվել եմ եւ հստակ էր իմ պատասխանը, եթե խոսքը տնտեսական, ոչ քաղաքական, ոչ ռազմական եւ ոչ այլ շահերի մասին է, ապա բնավել չէր համապատասխան։ Ժամանակակից պայմաններում այսօր էլ Հայաստանը որոշակի տնտեսական միավոր է, որոշակի միջավայր է, զարգացման որոշակի միտումներ դրսևորող միավոր է։ Եվ գոնե վերջի 10 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը հստակ ցույց էր տվել, որ ինքը գնում է դեպի Եվրոպա։ Վկա արտաքին առևտրային կապերը կամ արտաքին առևտրի ծավալները։ Տեսեք, այսօր շուրջ 50% Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի բաժին է ընկնում ԵՄ անդամ երկրներին։ Մինչդեռ ԱՊՀ կամ մաքսային միություն, այնտեղ իշխողը հասկանում ենք Ռուսաստանն է, ընդամենը 20%։ Ընդորում այս համամասնությունները ձևավորվել են այս վերջի 10 տարիների ընթացքում։ Այո, սոցիալական առումով խնդիրներ կա, այո, զբաղվածության առումով խնդիրներ կա, բայց հավատացեք, տրանսֆերները չեն հատուցում այն, ինչ որ մենք սպասում ենք մեր աշխատանքից, արտահանումից։ Շնորհակալություն, Տիկին Մինասյան։ Շնորհակալություն։ Մաքսային միության միանալը բխում է Հայաստանի Հանրապետության շահերից։ Ինչու՞։ Որտեղ մաքսային միության միանալը դա ավելի բարձր մակարդակի ինտեգրում է, քան ցանկացած այլ ավելի ցածր մակարդակի պայմանագրի ձևավորումը։ Ինչը դա նշանակում։ Դա նշանակում է, որ տնտեսական առումով մենք ակնկալում ենք մաքսային միության միանալով իրական ավելացնել մեր առևտրաշրջանառությունը մաքսային միության անդամների հետ։ Միջին ժամկետում մոտավորապես 3 անգամ։ Դա նշանակում է, որ դրա համար կան հատուկ գործիքներ դրան հասնելու, որը տալիս է մաքսային միությունը, որոնք են այդ գործիքները։ Առաջին հերթին մաքսային սահմանափակ, այսինքն առևտրաշրջանառության տեխնիկական բարիերները սահմանափակվում են 1, երկրորդը մենք ունենում ենք ավելի մեծ հնարավորություն ներդրումներ իրականացնելու համար, երրորդը մենք ունենք կայուն հնարավորություն էժան ռեսուրսների ստանալու եւ մրցակցությունը ապահովելու համար, մնացածը երևի հետո, որտեղ ժամանակը ավարտվեց։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան։ Ինչ վերաբերում է տնտեսական շահերի վերլուծությանը, այսինքն տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից, արդեն պարոն Ասատրյանի կողմից մեծամասամբ նշվեց, որ տնտեսական գործոնը այստեղ թերևս ավելի նվազ կարևորություն կա տնտեսակարգշիռուներ, քան քաղաքական գործոնը։ Ասածս փորձեմ հիմնավորեմ, եթե մենք ուսումնասիրենք շուկայի տարողունակությունը, գնողունակությունը եւ մի շարք այլ հայտանիշներով հնարավորությունները, որ Հայաստանի Հանրապետության իրացրած արտադրանքները իրացնելու եւ ավելի մրցունակ տնտեսություն կառուցելու, ակնհայտ է, որ եվրոպական միության անդամ երկրները բոլոր այդ ցուցանիշներով
եթե ոչ կրկնակի, ապա հաստատապես 1.5 անգամ ավելի զարգացած են, քան Մաքսային միության անդամ երկրները, եւ այդ շուկաներին ինտեգրման առումով նաեւ մենք կբերենք ինստիտուտների երկրորդ սերնդի բարեփոխումներին, որը որ չափազանց կարևորագույն գործոն է եւ ստանդարտներ եւ այլն չեմ ուզենա, որտեղ ժամանակս արդեն սպառվում է, ես նկատում եմ, չեմ ուզենա չհաշայի, այդ ողջ համալրով ակնհայտ է, որ Եվրոմիությունը ավելի շահեկան էր։ Պարոն Մանուկյան, իսկ արդյոք մեր արտադրանքը Հայաստանի Հանրապետության գյուղմթերքը եւ ընդհանրապես արտադրանքը մրցունակ է եվրոպական շուկայում։ Եվ արդյոք մենք մեր տեղական արտադրողի շահերը չենք ոտնահարի բացելով շուկան Եվրոպայի առաջ, որտեղ է ավելի մրցունակ հայկական ապրանքը, տեղական ռուսական կամ ԱՊՀ շուկայում, թե Եվրամիության շուկայում։ Ասենց ասեմ, եթե մենք ուզում ենք զարգանանք որպես տնտեսություն, մենք չենք կարող արտադրել այս պահի արտադրանք։ Այսինքն, եթե դու ուզում ես զարգանալ, դու պետք է դիտարկես այնպիսի արտադրանքներ եւ գլոբալ այդ շղթաների մեջ, արժերի շղթաների մեջ այնպիսի արտադրանք կարողանաս թողարկել, որ դա սպառվի կամայական երկրում, այսինքն ստանդարտները, եթե մենք ուսումնասիրենք, այս ստանդարտները դու պետք է ձգտես հնարավորինս ավելի լավ ստանդարտներ։ Ձգտենք, իսկ հիմա ռեալ պահին։ Ռեալ մենք ներկայումս էլ համապատասխանեցում է իրականացնում ըստ էության արդեն ավարտին է կարելի հասել ավարտվել այդ գործընթացը եւ մենք ստանդարտների առումով բավականին մոտ ենք, իհարկե որոշ այնտեղ սանիտարական եւ հիգիենիկ, այսպես ասած, աշխատանքներ կար, բայց այդ բաց թողումը հաղթահարելու համար եւս Եվրոպական միության կողմից բավականաչափ լուրջ դրամաշնորհներ էին ուղղվում Հայաստանի Հանրապետությանը, որպեսզի այդ տեխնիկական աջակցություն իրականացվեր եւ այդ բոլոր անցնցում իրականացվեր։ Այ Մաքսային միության մտնելու պայմանին հասկանալի է, որ այդ ստանդարտները ավելի նվազ որակական եւ իրենց այս տեխնիկական բնութագրիչների առումով ավելի նվազ են։ Եվ հետեւաբար, եթե մի կողմից մենք դիտարկենք, որ դա հնարավորություն է ընտրում ավելի հեշտ շուկա մուտք գործել, նաեւ մյուս կողմից դա բացառում է ավելի որակյալ շուկաներում արտադրանք սպառել։ Եվ այստեղ կարևորագույն խնդիրը նաեւ որոշակի իշխանության, այսպես ասած, outsourcing-ն է, այն առումով, որ մենք ըստ էության այս դեպքում Ռուսաստանի, քանի որ Մաքսային միության հիմքում ընկած է Ռուսաստանի Դաշնության օրենսդրությունը, այս ստանդարտները ավելի շատ Ռուսաստանի Դաշնության ստանդարտներն են եւ այդ ստանդարտների որոշողը ավելի շատ այս պահի դրությամբ ոչ թե մեկ Եվրոմիության տարածքի, այլ կոնկրետ մի որոշակի շուկա եւ ինչը եթե մենք ուսումնասիրում ենք այն մաքսատուրքերի վերլուծություն ենք անում, նկատում ենք, որ էականորեն մենք այդ մասով տուժելու ենք, այսինքն էականորեն ավելի բարձր Ռուսաստանի շուկայի սակագները մաքսատուրքերի այդ մասով, քան Եվրոմիության անդամ երկրներինն է։ Մենք ինչպես նկատեցիք 2 րոպե արդեն երկրորդ հարցի համար տրվում, Տիկին Մինասյան նույն հարցին կխնդրեի նաև։ Շնորհակալություն։ Ես ուզում եմ սկսեմ արտաքին առևտրից Հայաստանի ու դրա կառուցվածքից։ Այո, մենք 40% մեր ընդհանուր ապրանքաշրջանառության կամ արտահանման 40%-ը գնում է Եվրոպա։ Բայց հիմա այն կառուցվածքը, որ մասն է այդ արտահանման կազմում մեր հումքը։ Դա մոտ 80%, 78% մեր արտահանման դեպի Եվրոպա դա ընդհանրապես հումքն է։ 40%-ի 80%-ը հումք։ Այո, 40%։ Եթե մենք մոտավորապես 25% ԱՊՀ ենք արտահանում, 29% ԱՊՀ-ի հետ առևտրաշրջանառություն ունենք, դրա մեծ մասը ապրանքների, դա ապրանքներ են, որոնք ունեն մեծ ավելացված արժեք։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ստեղծվում են ավելի որակյալ աշխատուժով եւ արտադրվում է ավելի բարձր տեխնոլոգիական process-ներով։ Հիմա մենք ուզում ենք այդ մասը մեր արտահանմանը զարգացնենք թե ոչ, իհարկե ուզում ենք։ Եվ դրա հնարավորությունը հենց Մաքսային միության ինտեգրմանը։ Ինչ վերաբերվում է ստանդարտներին։ Ստանդարտները, այո, ավելի խիստ են, բայց ստանդարտներին համապատասխանելու համար մեզ պետք է առնվազն 10 տարի եվրոպական։ Դա նշանակում է տեխնիկական վերազինում մեր ամբողջ տնտեսության։ Արդյոք մենք դա կարող ենք հիմա անել։ Ոչ, չենք կարող։ Դա նշանակում է մենք շուկան բացում ենք, իսկ մեր ապրանքները ոնց գնում են, տենց էլ գնում են։ Մյուս կողմից GMP+ ռեժիմը Եվրոպայի հետ պաշտպանվում է եւ Եվրոպայի հետ ոչ ոք չի պատրաստվում դադարեցնել աշխատանքը, համագործակցությունը, այդ թվում նաեւ ստանդարտացման, ֆիտոսանիտարիա եւ այլ ոլորտն։ Հակառակը մենք բազմիցս անգամ հայտարարել ենք, որ մենք շարունակելու ենք, մենք շահագրգռված ենք բոլոր ստանդարտները ներդնել, ուղղակի մեզ պետք է դրա համար ժամանակ։ Մենք չենք
պատրաստում խզել, բայց Եվրոպան կշարունակի մեզ հետ համագործակցել։ Ես կարծում եմ, որ այն հայտարարությունները, որ միջև այսօր արվել են, համ մեր նախագահի, համ վարչապետի, համ եվրոպական կողմի վկայում են դրա մասին, որ այդ համագործակցությունը շարունակվելու է եւ կարող է եւ խորանա։ Իհարկե ընտրությունը չի նշանակում, որ ասենք պատ պետք է կառուցվի, որ եւ Եվրոպայի հետ առնչություններ չլինի։ Ուղղակի մենք պետք է հասկանանք ինչի եւ ինչի միջև ենք նախ եւ առաջ ընտրել եւ ինչ կոնկրետ ընտրություն ենք արել։ Մենք գնում ենք դեպի մաքսային միություն, որը չձևավորված, որը մեկ ուժի ակնհայտ գերիշխանության ներքո է ձևավորում, ձգտումների ներքո է ձևավորում, որը տնտեսական ինքը մաքսային միությունը դեռ տնտեսական բաղադրություն չունի իբրև այդպեսին։ Ես առիթ ունեցել եմ, շատ չեմ ուզում խոսեմ, անդամ երկրների միջև արտաքին արևտային կապերը չեն գերազանցում 10%-ը։ Սա ակնհայտորեն դեռ չկայացած միավոր է տնտեսական։ Հաջորդը, տեսեք, ուզում եք ասել նա ես երկրորդ հասեմ, հետո հարց կտամ, ապա ձեր ժառանգի ասում։ Հաջորդը, կարծես մենք միջև բավականին վերջերս, միջև ամառվա, այսպես ամենաշոկը, մենք գնում ենք դեպի Եվրոպա։ Բազմաթիվ, չէ, պայմանավորվածություններ, բազմաթիվ զեկույցներ, ամենաբարձր մակարդակով կառավարություն, իշխանություն ասում են, մենք հաջողությամբ այսինչ շրջանակներում, ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում հաջողությամբ այս արեցինք, մեկ էլ ես իբրև քաղաքացի մի օր արթնացա, իմացա, չէ, բացում այս հաջողությունները հենց այնպես էր։ Մեր նպատակը մաքսային միությունն էր, այո։ Երրորդը, ի վերջո, մենք պետք է մտածենք մեր ապագայի մասին։ Եվրոպան երբեք մեզ ինչ-որ նվերներ չի տալու, բայց տարվել է որոշակի աշխատանք, արդյունքները կարծում եմ, եթե այսօր չէ, վաղը, մյուս օրը 5 տարի հետո գուցե լինեին, բայց սպասում էին այդ արդյունքները։ Եվ մենք հետևողական այդ ճանապարհը պետք է պահենք։ Բայց այստեղ գալիս է արդեն ոչ տնտեսական, այլ քաղաքական խնդիր։ Բայց եթե կա քաղաքական պարտադրանք, քաղաքական ճնշում, ես կարծում եմ, մեր քաղաքացիները առաջինը պետք է իմանան։ Իշխանությունը ժողովրդի հետ պետք է բաց լինի, եւ ոչ թե ասենք խապի, օրիններ անի, անակնկալի բերի, ամենավատ բանը էս է։ Կարծում եմ, այստեղից պետք է սկսենք, կրկին ես համոզված եմ, նախ ես համոզված եմ, որ մաքսային միությունը ինքը չի կայանալու։ Այսօր տեսեք անդամ երկրները ինչ են անում։ Նախ մեզ ոչ մեկը այնտեղ չի սպասում, մեկ րոպե, կես րոպե, եթե կարելի իմ կորցրածը։ Մեզ ոչ մեկը այնտեղ չի սպասում այն պարզ պատճառով, որ մենք տնտեսական որևէ արժեք չենք կազմում, ոչ Ղազախստանի, ոչ Բելոռուսի, ակնհայտորեն այդ մարդիկ ասում են, ոչ նաև տնտեսական առումով Ռուսաստանի համար։ Քաղաքական իմաստով երեք առաջ օրը չէ, Լուկաշենկոն հայտարարեց, որ ոչ սիրելիներս, գնացեք Ադրբեջանի հետ այդ Ղարաբաղի խնդիրը լուծեք, հետո եկեք մեր մոտ։ Այդպես չէր ասել։ Նազարբայևը կարող է հրաժարվել այն բարոյական, այն գործընկերական պարտավորություններից, որ ունի Ադրբեջանի նկատմամբ։ Իհարկե ոչ։ Բայց պաշտոնական հայտարարություն կա, որ դեկտեմբերին պետք է արդեն քարտեզը լինի, չէ՞։ Քարտեզը դա ծրագիրը թե ինչպես եւ ինչ քայլեր պետք է, չէ, process-ը գնում է, գործընթացը գնում է, այսպես չի որ ընդհանրապես է։ Դուք որ ասում եք, այսինքն իսկապես անսպասելի էր, բայց չէ՞ որ 11 թվականին հոկտեմբերի 18-ին, եթե չեմ սխալվում, ստորագրվեց համաձայնագիր Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների միջև ազատ առևտրի գոտու շրջանարկ։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դա առաջինը չէր։ Եթե չեմ սխալվում, առաջի համաձայնագիրը ստորագրվել է 92 թվականին դեռ։ ԽՍՀՄ կազմալուծվելուց հետո ՍՆԳ ձևավորվեց, այո, այդ շրջանակներում քանից այդ համաձայնագրերը եղել են, ձևավորվել են, այսինքն քաղաքական կամք եղել է, բայց տնտեսական բովանդակություն այդպես էլ չստացա։ Իսկ Եվրամիությունը, այ ասոցիացիան համաձայնագիրը դուք պատկերացնում եք, ինչ օգուտ Հայաստանի բնակչությունը, Հայաստանի քաղաքացին կունենա Եվրամիության հետ ասոցիացիան համաձայնագիր կնքելուց հետո։ Ըստ իս այստեղ էլ խնդիրը, այստեղ էլ տնտեսական բաղադրիչը շատ մեծ չի, բայց ապագային միտված այստեղ հնարավորությունները անհամեմատ ավելի մեծ են։ Նախ Եվրոպայից մենք որոշակի եւ բավականին ցավալուն օժանդակություն էինք ստանում, մեր համակարգերը ստանդարտների մասին արդեն խոսել, նաև ընդհանրապես տնտեսության զարգացման համար։ Հայտնի է, որ նույն ասոցիացիան համաձայնագրի շրջանակներում եւ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում լրացիչ եւ պահանջներ եւ հնարավորություններ էին ընձեռում, օրինակ հատուկ եմ ուզում ես բան ընդգծեմ, փոքր եւ միջին բիզնեսի զարգացման համար։ Եվ խոր կասկածներ ունեմ, որ ասենք այս նոր միտումի մեջ, այս մաքսային միություն, իշխող դեր ունեցավ նաև քաղաքական ուժը, որը գաղտնիք չէ, բան, խոշոր բիզնեսմեններով չէ, ղեկավարվում։ Ըստ էության նրանց շահերն է ապահովում։
Իսկ մաքսային միությունը կներեք երբեք եւ նման խնդիր չի դնելու։ Մաքսային միությունը շատ հեռու է, անդամ երկրները շատ հեռու են այն արժեքներից, այդ թվում նաեւ տնտեսական, այդ թվում նաեւ ազատական արժեքներից, որոնք այսօր իրականում գործում են Եվրոմիության շրջանակներում եւ որին մենք պետք է ձգտեինք, եթե այդ համաձայնագրերին միանայինք։ Շնորհակալություն Տիկին Մինասյան, ֆինանսական ակնկալիք մաքսային միությունից մենք ունենք թե չունենք։ Պարոն Բագրատ Ասատրյանը նշեց, որ Եվրամիությունից մենք բավականին լուրջ ակնկալիքներ ունեինք ընթացքում։ Այո, հիշեցնեմ, որ ընդամենը մեկ շաբաթ առաջ մենք տեղաբաշխեցինք, ես միջանցքում կատակ էին անում, որ ոչ մի բան դրական չեն ասում այս կառավարության մասին, ասեմ, որ ես դրական էի համարում այդ եվրոբոնդերի այդ նախաձեռնությունը եւ թողարկումը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ եվրոբոնդերը գոնե պաշտոնական հայտարարությունը դա էր, որ առաջնահերթ ուղղվելու էին Ռուսաստանի վարկի մարմանը, որը իր էությամբ, իր բովանդակությամբ, իր գնով ուղղակի խայտարակ վարկ էր։ Բերեր Հայաստանի Հանրապետության վզին եւ Փարքաստո կառավարությունը մի հատ գոնե երկրորդն էլ արեց, որ Ռուսաստանի վարկը մարեց։ Ծանր եւ այլ այդ էժան ֆինանսական ռեսուրսների մասով։ Ներողություն։ Խնդրեմ Դուք չարի շայեցիք իմ ժամը, ոնց որ դա։ Հիմա նոր սկսեց ձեր րոպեն, խնդրեմ։ Ես էլ ուզում եմ արձագանքեմ իմ գործընկերների կամ օպոնենտների ասացին առաջերտին, այո, դեռևս ձևավորման փուլում է մաքսային միությունը։ Եվ մենք կարծում եմ պատմական շանս ունենք ձևավորվող մաքսային միությանը միանալու եւ մեր ձենը այնտեղ ներկայացնելու, մեր կարծիքները արտահայտելու եւ մեր տնտեսության համար ձեռնատու որոշումները առաջարկելու քննարկմանը։ Դա հնարավորություն է Հայաստանի Հանրապետության համար եւ մենք պետք է այդ հնարավորությունից օգտվենք, որովհետեւ որոշումները մաքսային միության շրջանակներում կայացվում են կոնսենսուսով եւ իրավազոր լիարժեք անդամ նախատեսվում է, որ Հայաստանը լինի մաքսային միությունում, դա շատ կարևոր է։ Ինչու հնարավոր դարձավ, որ մենք կարողանանք այդ հայտը ներկայացնենք, հենց այն, որ Հայաստանը շատ մեծ առաջընթաց է ունեցել այս տարիների ընթացքում եւ պատրաստ է մաքսային միության անդամ դառնալը։ Իհարկե Եվրոպայի հետ մեր համագործակցությունը եւս նպաստեց դրան, շատ էական նպաստեց, որտեղ մենք շատ բան Եվրոպայից սովորեցինք։ Բայց մեր նախագահան միշտ ասում էր, որ մենք ցանկացած միավորմանը միանալու ենք մենակ այն պարագայում, եթե դա չի խոչընդոտի մեր Ռուսաստանի հետ ավելի բարձր մակարդակի ինտեգրմանը եւ մաքսային միությունը դա ավելի բարձր մակարդակի ինտեգրումը, որը հնարավորություն չի դարձնում ուղղակի ստորագրել այդ պայմանագիրը, որովհետեւ որպես մաքսային միության անդամ մենք արդեն որպես 4 երկիր պետք է հանդես գանք եւ շարունակենք բանակցությունը Եվրոմիության հետ մաքսային միության որպես մաքսային միության մի միավոր մի այլ մաքսային միության հետ։ Իհարկե ֆինանսական սպասումների մասին երևի հնարավորություն կունենամ էլի կամ եթե հնարավորություն տա։ Իհարկե այսպես Եվրոպան միշտ օժանդակել է Հայաստանին տեխնիկական օժանդակություն ցուցաբերել է։ Մենք ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու համար։ Եվ դեռևս մենք չունենք բացասական պատասխան, որ չի շարունակի օժանդակի եւս ոնց որ թե մաքսային ինչով կաջակցի։ Իսկ մաքսային միություն մենք մտնում ենք որպես հավասար գործընկեր եւ չեմ կարծում, որ մենք անհրաժեշտ է, որ ակնկալենք ինչ-որ լրացուցիչ օժանդակություն, եթե մենք ուզում ենք, որ մեզ դիտարկեն որպես հավասար տնտեսություն ունեցող լուրջ ձայն ունեցող երկիր։ Նյութապես շոշափելի առումով ինչ ենք շահում մենք։ Ես չեմ օրինակ ռազմի գնի մասին եմ ուզում դուք խոսեք։ Դա միանշանակ է, որ մաքսատուրքերը մաքսային միության անդամների միջև բացառվում են։ Եթե մենք ունենք այսօր 30% գազի վրա մաքսային մաքսատուրք, ապա այդ մաքսատուրքը վերանում է
Ունենք մաքսատուրք, որտեվ մեր Բացեք տեսնենք այդ մաքսատուրք որտեղ է, նո իմ համար նորություն է։ Մաքսատուրք 30%, քանի որ ազատ արևտրի շրջանառում SNG-ի հետ Ռուսաստանը վերցրել է իզյատիա իր նավթամթերքների եւ գազի վերաբերյալ եւ այլ տարբեր ապրանքների վրա ու այդ մաքսատուրք այսօրվա դրությամբ կա համ նավթամթերքների վրա, համ գազի վրա, համ ադամանդի վրա, որը մեզ համար շատ կարևոր հոդվածներ են, որը իհարկե կվերանա ու դա շատ ավելի մեծ գումարներ է, քան թե այն օժանդակությունը, որ մենք ստանում ենք այսօր Եվրամիությունից։ Կառավարության ներկայացուցիչ միայն դուք եք, ես պարոն Մանուկյան ներողություն եմ խնդրում եւս մեկ հարց։ Հուլիսի 1-ից աշխատավարձերի կտրուկ բավականին զգալի շոշափելի բարձրացումներ է։ Դա որևէ կապ ունի մաքսային միության մեր անդամակցության հետ։ Այսինքն այդ турքերի հանվելու հաշվին մեր բյուջեն ավելի մեծ է դառնում, այսինքն ավելի քիչ ծախսեր են լինում։ Դրա համար աշխատավարձը բարձրանում է։ Չի կապի, դա մեր ներքին սոցիալական քաղաքականություն է եւ սոցիալական։ Այսինքն որևէ կապ չունի մաքսային։ Չի կապի։ Լավ, շնորհակալություն։ Պարոն Մանուկյան, ամեն տարի բյուջետային քննարկումների ժամանակ մենք ածականներ ենք, այդ բյուջեին կպցնում, այսպես ասած, գոյատևման բյուջե, չգիտեմ, աղքատության եւ այն, եւ ամենահարմար թե ածականը թերևս գոյատևման բյուջեն է։ Հիմա մեր տնտեսությունը ինչ խնդիր է լուծում, զարգացման թե գոյատևման, եւ մաքսային միություն մտնելով կամ Եվրամիություն մտնելով մենք այս խնդիրներից որն ենք լուծում։ Ասենք, պարզ է, թե զարգացման խնդիր ենք լուծում, պիտի գնանք Եվրամիություն։ Եթե մենք այսօր գոյատևման խնդիր ենք լուծում, ուրեմն կա այդպիսի բան։ Ճիշտ ասած, շատ պրովոկացիոն, այսպես ասած, հարցեր, բայց փորձեմ պատասխանեմ։ Եթե մենք ուսումնասիրել ունենք կառավարության անդամների տարատեսակ հայտարարությունները, կարելի ասել, որ մենք ընդունում ենք զարգացման ուղենիշ, այսինքն փորձում ենք մեր ինստիտուտները զարգացնենք եւ այլն, բայց քայլերը եւ դրա վկայությունն է նաեւ սեպտեմբերի 3-ի քայլը իրականացում են շատ ցայտնոտային պայմաններում, ինչ որ քաղաքական, այսպես ասած, իրողություններին պատասխան եւ այլն, եւ որպես կանոն բերում են ավելի ցուցվանգային իրավիճակի, այսպես պատային իրավիճակի, երբ որ ստեյության խաղը քայլես կատարում, բայց դա ավելի վատացնում է քո դիրքը։ Եթե գլոբալ մենք ուսումնասիրելու լինենք, ես չէի ուզենա մի քիչ քաղաքական գործոն մտցնել, բայց առանց դրա թերևս այս թեմայի մասին խոսելը մի քիչ ավելի լուրջ չի, որովհետև տնտեսական առումով, եթե դուք ասում եք ինչ ենք շահում, չենք կարող մենք այդտեղ ոչ մի բան շահել, որովհետև Տիկին Մանասյանի կողմից նշվեց այդ ավելացված արժեքների գաղափարը եւ այլն, Ռուսաստանը գյուղատնտեսությունը ամենացածր ավելացված արժեքով արտադրանքով ոլորտն է, ինչի մասն ենք մենք խոսում, այսինքն չկա այդտեղ այնպիսի ոլորտ, որ մենք կբերի մեր ավելի զարգացվածության, բայց մենք կորցնում ենք այն էականը, ու ինձ թվում է այդպես չի, որ մենք կարող ենք երկուսը համատեղել, որտեղ եվրոպական մի շարք անդամներ բավականաչափ լուրջ տեսակարգ դիրք ունեցող, նրանք հայտարարեցին, որ ըստ էության ու եթե նկատեք էլ նույն Ուկրաինայի հանդեպ եւս էականորեն խստացրել են իրենց դիրքորոշումը, որպեսզի հասկանան, որ եւ ըստ էության դա միֆ է, չի կարող իրականանալ, եւ ինչ ենք շահում, մենք շահել ենք արդեն, այսինքն եթե դուք նայեք մի շարք բարեփոխումներ, նույն անձնագրերը, նույն պետական գնումների համակարգը, օրենսդրության տեսանկյունից, մենք բավականաչափ մոտեցել ենք Եվրոմիության ստանդարտներին, նաեւ նրանց դրամաշնորհների առումով եւ այլն, բայց այս ամբողջը դա թղթի վրա է, որտեղ պրակտիկան մնում է այնուհանդերձ դեռևս շատ ցածր մակարդակի եւ մաքսային միության հետ անդամակցությունը կբերի նրան, որ այդ մշակութային կապերով վատ պրակտիկան կդառնա ավելի ուղենիշ եւ դա ավելի շատ կտարածվի եւ կտեղափոխվի տնտեսության այլ ոլորտներ, քան Եվրոպական միության դեպքում։ Շնորհակալություն։ Պարոն Ասատրյան, մաքսային միության անդամակցությունը ենթադրում է մի շարք պայմանագրերի կնքում, վավերացում եւ այլն։ Մենք ունենք միգրանտների եւ նրանց ընտանիքների իրավական կարգավիճակի մասին համաձայնագիր, իսկ Ռուսաստանում 2 միլիոնից ավել հայ փաստորեն ունենք հայրենակից այնտեղ ապրող։ Արդյոք օրինակ հենց միայն այս համաձայնագիրը չարժե, որ կողմնորոշում դեպի մաքսային միությունը ավելի ձեռնտու լինի Հայաստանի համար։ Ռուսաստանի խնդրը նախ եւ առաջ նրանում է, որ Ռուսաստանը հաջողությամբ կարողանում է որևէ ֆորմալ այդ թվում նաեւ միջազգային պայմանագրերը չկատարել։ Հիմա տեսնում եք, այս վերջի շաբաթների ընթացքում այնտեղ ինչ շարժում է սկսել։ Եվ ես գոնե հասկանում եմ, որ սա վերաբերվելու է հայերին, ոչ պակաս, քան ասենք ադրբեջանցիներին։
Ռուսաստանը դեռ չկայացած չձևավորված միավորը եւ այսօր այդպես վստահությամբ խոսել, ապագայի հետ կապված հույսեր կապել, ես խորհուրդ կտայի այդ զգուշավոր առնվազն պետք է հաջորդը ուղղակի առիթից օգտվելու։ Ռուսաստանում չկա 2 միլիոն հայ։ Վերջի մարտահամարի տվյալները, որովհետեւ այս կեղծարարությունը ամենտեղ շահարկվում է, շրջանառվում է։ Ռուսաստանում վերջի 2010 թվականի մարտահամարը անցկացվել եւ Ռուսաստանում հայերի թիվը կազմում է 1 միլիոն 200,000-ից մի քիչ պակաս մարդ։ Ես կարող եմ մի քիչ թուրք տալով իմ այսպես հին մասնագիտությանը ուղղակի հրապարակեմ ես։ Խոսքը ազգությամբ հայերի մասին է, որոնք իրենց հայ են հայտարարում։ Ես գիտեմ ինչ մտնոլորտ է այսօր տիրում հայերի ազգությամբ հայերի մասին։ Ինչ մտնոլորտ է այնտեղ տիրում։ Ես գիտեմ, որ այսօր քաղաքացիություն ստանալու համար պահանջ են դնում, ասում են արի դու հայ լինելով գրվի ռուս։ Կարող եմ նաև թվերը բերել, որովհետև սա կրկին շարժումների տեղիք է տալիս։ ԽՍՀՄ վերջի մարտահամարի տվյալներով Ռուսաստանում հայերի թիվը կազմում էր մոտ 600,000։ Այս տարիների ընթացքում գաղտնիք չի, որ 1 միլիոնից ակնհայտորեն ավելի շատ մարդ հայաստանցի մեկնել է առավելապես հայեր մեկնել է Ռուսաստան, բայց արիուտես թվաբանությունը այստեղ չի Ռուսաստանը ինքը իր քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում, ինչպես եք դուք այսպիսի միամիտ բաներ ասում։ Ռուսաստանը դեռ չձևավորված, չկայացած միավոր է։ Ռուսաստանը այսօր ինքն էլ չի հասկանում, թե որ ճանապարհով է գնում։ Մեկ տեսնում եք, սկսում է բան Միացյալ Նահանգների հետ բան պատերազմներ վարել, մեկ էլ խեղճանում է, ընդ որում Ռուսաստանի այս ներուժը հիմնականում պայմանավորված է նավթի միջազգային գներով։ Բա որ մի քիչ վայր իջնեն, ինչ անելու Ռուսաստանը։ Ոնց է այս խոստումները կատարելու։ Եվ կներեք, էլի դուրս եկա շրջանակներից, բայց այսօր խոսում է բան այդ էներգագիրների դաշտում ինչ որ արտոնությունների մասին։ Այսօր լավ, Ղազախստանի նախագահ Նազարբաևը այդ պահանջը դնում է։ Լիիրավ անդամն է Ղազախստանը։ Ինչի այնտեղ միասնական գներ, մասնավորապես գազի եւ նավթամթերքի չեն սահմանում։ Ինչու։ Ինչու պետք է էքսպորտային եւ ներքին գներ լինեն։ Իդեպ շատ լուրջ է Ղազախստանը դնում։ Ընդ որում սպառնում ասում է, ես մաքսային միությունից դուրս կգամ։ Այդ ոնց եղավ, որ Հայաստանին, խեղճ Հայաստանին, որը թե տնտեսական, իսկ քաղաքական առումով մեկ абսուրդի ենք ասել ուղղակի։ Մենք ինքնիշխանությունն ենք նվիրել, մենք չէ։ Մեկ անց ինքնիշխանությունը Հայաստանի նվիրել է Ռուսաստանին, նպատակ ունենալով վերարտադրվի, ընդամենը սա։ Ոչ մի տնտեսական, ոչ մի այլ նպատակներ չեն հետապնդում այդ մարդիկ։ Բերեք իրողությունների մասին խոսենք։ Կիմինասյան, ունեք բնարով սա չեմ ուղղում Տիկին Մինասյանին, ամենաքիչ կապ ունեցող է այս խնդիրների համար իհարկե Տիկին Կարինե Մինասյանն է։ Բայց դու պատասխան ես տալիս անցած գործողությունների եւ այնպիսի գործողությունների համար, եմ տալիս որպես էկոնոմիկա առաջին փոխնախարար իմ լիազորությունների շրջանակներում չեմ կարող ոչ ավել, ոչ պակաս, բայց ուզում եմ անդրադառնամ այդ հարցերին, որ պարոն Բագրատյանը Բաղկացություն կներեք պարոն Ասատրյան կներեք միգրացիան թեկուս կես միլիոն հայ լինեն դեղ, թեկուս մի միլիոն հայ եւ մենք ունենք Ռուսաստանում նաեւ շատ արտագնա աշխատող։ Եթե իրանց համար գոնե մի քիչ պայմանները լավանում է, մենք պետքա դրա մասին խոսանք եւ ամեն ինչ անենք, որ իրանց պայմանները լավանան։ Եթե մենք դառնանք ոչ մաքսային մեջան, որովհետեւ որևէ երկրի համար թիվ 1 կապիտալ իր քաղաքացիներն են, մարդիկ են։ Մենք շպրտում ենք իրենց դուրս։ Ոչ անտիրության ենք մատնում, տեսեք, իսկապես զայրույթի տեղ է։ Հիշում եք այն վարորդի պատմությունը, այն խալատով որ բերեցին բան։ Մի հատ պաշտոնյա հրապարակավ, մի հատ ծպտուն հանեց, եւ Ադրբեջանին եմ հիշում, երբ որ սպառնալիքների շղթա գնաց ամենաբարձր մակարդակով։ Ես դուք դրա համար չեք կարող պատասխան տալ։ Խնդրում եմ, մի խոսեք այդ հարցերի մասին։ Բերեք բաներից խոսեք։ Ես չէի ուզենա, որ մենք sense էմոցիաների վրա, Ռուսաստանը Հայաստանից վերցնում է ճիշտ այն, որ ճիշտ այնքան ինչքան ուզում է։ Չէ, ես չեմ ուզում դու խոսես, որովհետեւ դա քո խնդիրը չի։ Ռուսաստանը կրկին Հայաստանից վերցնում է ճիշտ այն եւ ճիշտ այնքան ինչքան ուզում է։ Տվյալ դեպքում Ռուսաստանին պետք է աշխատուժ, նա վերցնում է եւ ոչ մի կերպ չի ուզում պատասխան տա։ Եվրամիությունը տալիս է։ Տեսեք, մաքսային միությունը դա կոնկրետ միավոր է որոշակի սահմաններով, որոշակի ազատ առևտրի ինքը անունը արդեն ասում է։ Դա որոշակի ազատություններ են, այո, որոշակի նորմեր, պահանջներ կան, բայց չի սահմանափակում որևէ կերպ զարգացումը։ Մաքսային միությունը որոշակի սահմաններ են։ Լավ թե վատ դրա մասին հələ առանձին սա խոսակցություն է։ Ակնհայտ է մեր համար ոչ ընդունելի, ակնհայտ է։
որոշակի մաքսատուրքեր, որոշակի քաղաքականություն, որի տնտեսական քաղաքական, որի հիմքում Ռուսաստանի իհարկե շահերն են։ Իսկ Ռուսաստանը իր շահերը երբեք չի կարող դնել, համեմատել Հայաստանի շահերի հետ, այս գոնե բոլորս ենք հասկանում։ Եվ եթե գնում ենք, մենք պետք է հասկանանք, որ այս ճանապարհն ենք բռնում։ Եվ թե ինչ հետևանքներ ա մեր համար, մեր երկրի համար, մեր սերունդների համար ունենալու, այսօր պետք է գնահատականներ տալ։ Պարոն Ասատրյան, մենք մի տարի աշխատում ենք, դրա մասին բազմաթիվ անգամ հայտարարվել էր, որ մենք աշխատում ենք եւ իհարկե պետք է հաշվի առնենք մեր տնտեսական բոլոր շահերը, այդ թվում մեր միգրանտների շահերը, որ եթե մենք դառնում ենք լիարժեք անդամ եվրասիական ինտեգրման, եվրասիական այդ տարածքի, ապա արդեն հայ աշխատողը ցանկացած կամ ցանկացած այլ երկրի աշխատողը Հայաստանում կարող է հանգիստ առանց ոչ մի խոչընդոտի աշխատի եւ պարտադրված չի ոչ ազգությունը փոխի, ոչ իր գրանցումը փոխի, ոչ փոխի իր գրանցման վայրը կամ անձնագիրը։ Իսկ դա ընդհանրապես բարձեցնում է այդ մարդկանց կյանքը, որի մասին չեք կարող շղթել, ուղղակի չեք կարող շղթել, որտեվ դուք եք ասում թվերը։ Դա մեծ թվերի մասին է։ Ցանկացած ոստիկան, մենք էլ գիտենք, ավելի մեծ վճիռ է կայացնում, քան ցանկացած միջազգային համաձայնագիր։ Դուք դեք ես ավարտեմ։ Երկրորդը։ Խնդրեմ։ Ես չեմ խոսում։ Երկրորդը շատ ավելի, ասենց ասեմ, հավասարակշռված կանոններ ա դրված Մաքսային միությունում եւ բոլոր Մաքսային միության անդամները լիարժեք անդամներ են հավասար ձենով։ Եվ մենք կարող ենք այնտեղ ներկայացնենք շահերը։ Ուղղակի շատ մարդիկ չեն ուզում դրան հավատան։ Ասեն ո՞նց թե մենք կարող է Ռուսաստանի հետ նույն կլոր սեղանի շուրջ նստենք։ Այո, կարող ենք։ Կարող ենք։ Բայց ինչի մենք մեզ չենք հավատում։ Ինչի մենք մեր ուժերին անդադ չենք հավատում, այս մեզ կօգնի, այս կգա մեզ համար Եվրամիության հետ հավասար, ասենք, նույն սեղանի շուրջ նստել։ Եվրամիության հետ, Եվրամիության անդամ լինելու հարցը չենք քննարկում։ Մենք ընդհանրապես Եվրամիության հետ քննարկում ենք ազատ տարիֆտուր, որը այդ պայմանները չի ենթադրում։ Եթե մենք տարբեր բաների մասին ենք խոսում, անդադ բերում ենք մի հարթության վրա տարբեր գաղափարախոսությամբ պայմանագրերը։ Ես ասեցի նորից դա ավելի խորը ինտեգրման մակարդակ է, քան թե Եվրոպան։ Դրա համար ենք մենք ստիպված դրանից հրաժարվել, որտեղ ստեղ մենք հանդես են գալիս 4 երկրով։ Պարոն Մանուկյան, դուք մի փոքր ես խոսեմ, որովհետև բոլորը չարաշահում են այդ ժամանակը բացի ինձանից։ Լավ, ինչ վերաբերում միգրանտներին, ինձ թվում է այդ խնդիրը մի փոքր ավելի շատ է սպեկուլյացիա այդ մասով կատարվում, ասեմ ինչի, որովհետև նույն Եվրամիության ասոցիացիան համաձայնագիրը իհարկե ինքը տարատեսակ դրսևորումներ ունի, նույն Մարոկոյի հետ էլ կա կնքած Եվրամիությունը ասոցիացիան համաձայնագիր է կնքել, բայց այնտեղ ընդհանրապես առևտրի մասին եւ մնացած ընթացակարգերի մասին խոսակցություն չկա, բայց որքանով որ ես այդ փաստաթուղթը կարդացել եմ ու տեղյակ եմ, այդտեղ եւս վիզայի դյուրինացման խնդիրներ կար, այսինքն այդ նույն միգրանտները, եթե մենք խոսում ենք Ռուսաստանի մասով, նույն ձևով չպետք է մոռանանք, որ օրինակ Ֆրանսիայում եւ Եվրամիությունում մենք գրեթե հավասարաչափ եւս միգրանտներ ունենք եւ ես չէի ուզենա որ մենք հիմա եթե խոսում ենք տնտեսական ճիշտ նկատեց պարոն Ասատրյանը մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների տնտեսական շահերի արդյունավետության վերլուծության տեսանկյունից եւ այդ տեսանկյունից սոցիալական գործոնը պետք է մի կողմ դնենք ինչպես այն գործոնը որ գազի գնի նվազեցումից որոշակիորեն հասարակությունը կարող է ավելի քիչ վճարել գազի համար դա գործոն է որը ազդում է տնտեսության վրա բայց դա սոցիալական գործոն է ոչ տնտեսական ինքը ուղղակիորեն չի ազդում խոսք գնաց էլի գազի գնի փորձեմ մի քիչ ամփոփեմ որովհետեւ հասկանալի պատճառներով խոսք չասավ, հա։ Այդ տնտեսակ գազի գնի սուբսիդավորումը երբ որ իրականացվի, մենք պետք է նայենք, որ արտադրություններն են, որոնք օգտագործում են գազ։ Ցավոք սրտի մենք այսօր արդյունաբերությունը ըստ էության չունենք, շատ քիչ ծավալներով են, որ արդյունաբերությունը օգտագործում է գազ։
Իսկ անդամակցությունը պետք է կրկին այստեղ ուսումնասիրել, ես ուսումնասիրել եմ, փորձել եմ ուսումնասիրել, մաքսատուրքերի առումով մենք պետք է ասեմ, որ ըստ էության միացումից հետո ռուսական բոլոր գրեթե ապրանքատեսակների, որոնք մեր համար կարևոր նշանակություն են, Ռուսաստանի մաքսատուրքերը եւ հիմք ընդունում Ռուսաստանը եւ ավելին, որ շատ է խոսում խորհրդակցական այդ ձայնի մասին եւ այլն, այնտեղ կա արբիտրաժային հանձնաժողով, որը երկրների շարք է եւ ոչ ոք չի կարող ասել, որ այդ երկրները բոլորը բարեհաճ կգտնվեն Հայաստանի Հանրապետության նկատմամբ եւ կրկին դու կարող ես խնդիր ունենաս բարձրաձայնի, սակայն այդ խնդիրը ընդհանրապես քո կարծիքը մնա ընդհանրապես թղթի վրա եւ ձայների մեծամասնության սկզբունքի հիման վրա իրականացվի կոլեգիալ մարմնի որոշում, հա, որը որ մենք հենց այդ գործառույթը որպես պետություն, որպես ազգ ըստ էության արտաքսում ենք մեզանից եւ ուղարկում ենք փաստորեն այդ միջպետական մարմնին։ Մի բան էլ եթե հնարավոր է թույլ կտակ խոսեմ, այստեղ շատ կարևոր է նաեւ այ կառուցվածքը ճիշտ նշվեց, ապրանքաշրջանառության կառուցվածքը գաղտնիք չի, որ մենք հիմնականը ճիշտ նշվեց, հա, հունքային հիմնականը պղնձի եւ մոլիբդենի խտանյութ ենք արտահանում, հա, եվրոպական երկրներ։ Այ եթե դուք մաքսատուրքերը գնայք, տեսնեք, որ Ռուսաստանը այդ մասով էլ մենք էական խնդիրներ ենք ունենալու, հա, ու ես այդ խնդրի լուծումը այս պարագայում չեմ տեսնում, այսինքն մենք ունենք փոքրի շատ է մի ոլորտ եւ գաղտնիք չի, որ համաշխարհային շուկայի շուրջ մոլիբդենի պաշարների 7%-ը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։ Համեմատության համար մեր հարևան Ադրբեջանում նավթի պաշարների 5%-ն, այսինքն մենք եւ գներն էլ մոլիբդենի գինը շուկայում տատանվում է մի տոննա շուրջ 80-ից 70 հազարից կախված ժամանակաշրջան, էական մեծ տեսակարգ ունի։ Չպետք է մոռանալ, որ մենք այդ մասով էլ էական խնդիրներ ենք ունենալու, էական շուկաների կորուստներ ենք ունենալու եւ Ռուսաստանը ոչնչով այդ մասով մեծ փոխհատուցում չի համենայն դեպս չի երևում ոնց է այդ վնասները փոխհատուցվելու։ Եթե մենք մտնում ենք մաքսային միության տարածք, ես ճիշտ եմ հասկանում, Եվրոպան ավելի խստացնում է իր Ոչ, եթե մենք մտնում ենք Եվրոմիության ասոցիացիան համաձայնագիր, այդ մասով էական ավելացում արտոնություններ ենք ստանում։ Իսկ եթե մաքսային ենք մտնում, նվազում է, ինչ որ սահմանափակումներ են մի փոքր ավելանում է, որովհետև մենք Ռուսաստանի Դաշնության, այսպես ասած, այդ սակագները, մաքսատուրքերը պետք է հիմք ընդունենք երրորդ երկրների հետ հարաբերություններին, որը կոնկրետ այդ ապրանքատեսակի նույն բենզինի, տավարի եւ ավտոմեքենաների գծով էականորեն ավել է, այսինքն եթե ներկայումս դու ներկայում ես ավելի արտոնյալ ռեժիմներով, քո մաքսատուրքերը ԱՀԿ-ի անդամ երկրների անդամակցելու հետևանքով ըստ էության որոշակիորեն իջեցվել են եւ Եվրոմիության ասոցիացիան դեպքում եւս դրանք ըստ էության զրոյացվել են, հիմա հիմք է ընդունվելու այդ մաքսային միության անդամ երկրների կողմից հաստատված սակագնային քաղաքականությունը։ Շնորհակալություն Տիկին Մինասյան, ԱՊՀ գրեթե բոլոր երկրները, ներառյալ նաև Ռուսաստանի Դաշնությունը, ունեն նույն խնդիրը տնտեսության մեջ, հա, նույն թերությունները, նույն խնդիրները։ Արդյոք մաքսային միությանը անդամակցելով մենք մեր տնտեսությունը կազատվի այդ խնդիրներից։ Խոսքը կոռուպցիայի մասին է, խոսքը բավականին։ Ես չեմ ուզում որ sense ինչ-որ տպավորություն ձևավորվի, որ մաքսային միություն մտնելը կամ ինտեգրումը կարող է մեր բոլոր ներքին խնդիրները լուծի, ցանկացած ինտեգրումը։ Նույն Եվրոպան մեր արժեվ խնդիրը միշտ դրել ու դնում։ Դուք պետք է ինքներդ ձեր բարեփոխումները ներսում երկրում իրականացնեք։ Նույնը մաքսային միությունը։ Մենք անկախ երկիր ենք եւ մենք մեր ներքին խնդիրները ինքներս պետք է լուծենք։ Ոչ մեկ չի գալու մեր տեղը մեր խնդիրները լուծի։ Դա հիմնական սկզբունքը։ Եթե մենք ազատ, անկախ երկիր ենք, ապա ուրիշ ձև չի կարող լինի ուղղակի։ Ու պետք չի սпасել ոչ մեկից օժանդակություն, պետք է հավաքվել, բոլոր խելամիտ ուժերը, ոնց որ մենք պարոն Ասատրյանի հետ միջև այդ քննարկում ենք, հա, միջև այս հաղորդումը հավաքել, բոլորին ներգրավել, որ մենք կարողանանք մեր երկիրը զարգացնենք։ Ես կարծում եմ, դա բոլորը այլ կամ այն ձև ասում են դա այս երկրում։ Իսկ ինչ վերաբերվում է գազի գներին, ես կուզենայի արձագանքի, իսկապես հիմնականում գազը որոշ մասը գազի սպառում է մեր բնակիչները, բայց որոշ մասը նաև գնում է արտադրություն, այդ թվում էլեկտրոէներգիայի արտադրման ոլորտում մենք օգտագործում ենք այսօր գազ։ Չմոռանաք դրա մասին, ու դա էլեկտրոէներգիայի արժեքի վրա ազդում, որը
հիմնականում օգտագործում է մնացած արտադրությունների մեջ։ Պետք չէ տենց ուղղակի նայել։ Ինչքան կոնկրետ գումարային առումով, ինչքան ենք մենք շահում, եթե հանվում է այդ ավելացված արժեքի հարկի մասին չի խոսքը, այլ մաքսատուրքի մասին է խոսքը, 30% է վերցրել, կարելի է շատ հեշտ վերցնել ներմուծվող ծավալը, բազմապատկել արված է, դա ես ուզում եմ արված է, բայց ես սիրավասու չեմ ուղղակի այդ թվերը հրապարակելու։ Այս գազի պատմությունը լրի ուրիշ է, չի էլ ուզում խոսեի, բայց բանա, տեսեք, ինչ որ տեղ ասում են, որ Հայաստանը ինչ որ գնով գազ է ստանում։ Ես ուզում եմ հայտարարեմ, որ սա սուտ է, կեղծիք է սա։ Հայաստան պետությունը ոչ մեկից գազ չի ստանում։ Հայաստանի տարածքում գործում է ռուսական ընկերություն, ըստ էության, հայ-ռուս գազարդ ընկերություն, որի բաժնեմասերի, ու վերջի թիվը գիտեմ, այս նոր բաները չեմ ասելու, 80%-ը Ռուսաստանինն է։ Ինչ որ գնով ստանում է, բավականին ասում են բավականին էժան։ Բայց ես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ, ես վճարում եմ որոշակի գին, որը իդե բան է, եթե որակական հատկանիշները վերցնես, որը եվրոպական գին է։ Ինձ հետաքրքրում է իմ վճարած գինը, թե Ռուսաստանի կառավարությունը, ասեք, բյուջեն ինչքան է Հայաստանին գազ իրացնելուց եկամուտ ստանալու, ինձ այնքան էլ չի հետաքրքրում։ Եկեք խոսենք այս վերջի կետից։ Բայց գինը որոշվում է նրանց նաև Դե գիտեք ինչ է եղել, եթե բան եմ, ես ներկրող եմ, ես ինչ է եղել, ցածր գին կդնեմ, հա, մանավանդ իմ երկրի ընկերությունն է դաշտում, ցածր գին կդնեմ, բայց կասեմ բնակչությանը բարձր գնով բան արա, ասա, վաճառի, հետո շահույթների տեսքով ինձ վճարի, ոչ թե գնի տեսքով։ Ինչ է եղել։ Դա էլ է ձև։ Կրկին, այդ մոռացեք այդ գազի գին, այդ որ ասում են այսքան սենց է, գազի գինը այնքան է, ինչքան մենք վճարում ենք։ Այսօր կազմում է մոտ առապես քաղաքացիների համար 1000 խորանարդ մետրը $400։ Դա անհավատ ավելի բարձր է, քան մեր այս ամբողջ տարածաշրջանում, չեմ խոսում Վրաստանի, Ադրբեջանի մասին, չեմ խոսում մյուս հարևանի մասին մեր, ասեք, Պարսկաստան, մեր շրջապատում 100 կիլոմետրի վրա բանի գազի հանքեր են։ Եվ այդ վիճակում գտնվելով մենք ամենաթանկ գինն ենք գազի համար վճարում, որը անհետեթություն է։ Եվ թե այս անհետեթությունը մի քիչ կշտկվի, թե չի շտկվի, հանրաբար խոսքը դրա մասն է։ Ոչ թե 400-ով կստանանք, այլ 300-ով, որը ես համոզված եմ, որ չի ելնելու, բայց կարծում եմ այդպես պետք է ասել եւ ոչ թե ասենք ինչ որ հույսեր արտնացնել մարդկանց մոտ, որ սենց ալնելու։ Պարոն Ասատրյան, իսկ եթե 80%-ը փաստորեն էներգետիկայի 80%-ը ապահովում է ռուսական գազի, ինչպես նշեցիք, էներգետիկան մեր մոտավորապես բանը 3 հատված է, մեկ հատվածը ատոմական, մեկ հատվածը արդեն հիդրոն, ատոմակայանի վառելիքն էլ ապահովում է Ռուսաստանը։ Մենք վճարում ենք դրա համար։ Այո, եթե մենք ասենք թե գնանք հակառակ ուղղությամբ Եվրամիության ասոցիացիան համաձայնագրի եւ Ռուսաստանը ասենք բարձրացնի այդ հումքի գինը, գազի գինը եւ այլն, մեր տնտեսությունը ի վիճակի կլինի դիմակայել դրան։ Տեսեք, նախ եթե այս վտանգը կա, բերեք այսօր հրաժարվենք Ռուսաստանի հետ որևէ կերպ գործընկերությունից։ Եթե վաղը մյուսօրը ինչ որ հատուկ պայմաններ են լինելու, վատ պայմաններ են Հայաստանի համար լինելու, բերեք այսօր խզենք Ռուսաստանի հետ կապերը։ Բայց տեսեք Ուկրաինան, ասենք, փորձեց դեպի Եվրամիության ասոցիացիան գնալ եւ սահմանափակում։ Ռուսաստանը այն միավորն է, որը հանուն քաղաքական մի հատ գաղափարի ամեն ինչի կարող է գնալ։ Խոսքը դրա մասին։ Բայց արևմուտքում չի արվում դա, ասենք պանիրը, օրինակ հայկական պանիրի մեջ ցուպիկ հայտնաբերեցին, չգիտեմ, եւ լուրջ եք դրան վերաբերում, թե կարծում եք բանը Ես հատում եմ, որ նախ չեմ պատկերացնում, քանի տոննա պանիր է Հայաստանից դուրս եկել, որ տենց բան լինի, կարծում եմ ուղղակի սանիտարական նորմերին անհամապատասխանության խնդիրն է եղել։ Չեմ մտածում, որ եվրոպացիները նստեն եւ քաղաքական ինչ որ խնդիր լուծելու համար սահմանափակեն պանիրի մուտքը Հայաստանից Եվրոպա, հաստատ չի լինի։ Իսկ Ռուսաստանը կանի։ Գոնե Ռուսաստանը այսօր հայտարարում է, որ ես այդպես անելու եմ։ Սպառնալիքները, որ Ուկրաինայի հասցեին գնում են, Մոլդովայի հասցեին, որ գնում են այսօր։ Միանշանակ ասին եւ հետո երկրորդը միջև հիմա պաշտոնյաները կարծես ասում էին եւ այս տարբերակը այսօր գոնե մեկը կգտնվի քաղաքական դաշտից ոչ Կարինե Մինասյանը դա քեզ չի վերաբերում գասի այ ժողովուրդ ներողություն եմ խնդրում ես միջև հիմա թե թյուրիմացան մեջ է ես ինքս ընկե նո մենք ինքներս թե մտածված ձեզ խափում էի բայց ներողություն եմ խնդրում որտեղ խոսքը քաղաքականության մասին է քաղաքականության մեջ սենց չի կարող լինել
Այն ինչ որ կատարում է մեր երկրում, սա անհեթեթության է նման։ Եվ անկախ նրանից, թե վճիռը լավն է, թե վատն է, արդեն հիմքից հասկանալի է, որ սա արդյունավետ չի լինելու։ Անկամ լավ վճիռները չեն կարող լավ արդյունք տալ, որովհետև շատ վատ ձևերով են իրականացվում։ Արն Ասատրյան, ես Տիկին Մինասյանին հարցը ուղղեցի Մաքսայինի առումով, հա, ինչ կտա մեզ մեր տնտեսությանը Մաքսայինին։ Հիմա ուզում եմ նույն հարցը Եվրամիության ասոցիացիան համաձայնագրի առնչությամբ ձեզ ուղղել։ Արդյոք պանացեա է Եվրամիության ասոցիացիոնը մեր տնտեսության համար։ Վերցնենք Ալժիրը, նույն համաձայնագրից ունի կնքած, արդյոք փրկվեց նրա տնտեսությունը։ Խնդիրը հետևյալի մասին է։ Մեր երկիրը պետք է զարգանա։ Եթե չզարգացա, ոչ Եվրոպան, ոչ Ամերիկան, ոչ էլ Աֆրիկան մեզ չեն փրկելու, առավել ևս Ռուսաստանի դեմ։ Չեն փրկելու։ Մենք պետք է մտածենք մեր զարգացման մասին եւ կրկին խորհուրդ եմ տալի բոլոր պաշտոնյաներին, չի կարելի շահարկել այդ միգրանտների խնդիրը։ Դա մեր ամենամեծ հարստությունն է, դա մեր կորուստն է, որը պայմանավորված է մեր խղճուկ վիճակով։ Եվ մենք առաջինը պետք է մտածենք մեր հայրենակիցների համար աշխատատեղ այստեղ ստեղծենք։ Նույն խնդրեմ այդ պղնձի մոլիբդենի պատմությունը։ Ամեն կերպ մեզ ասում են, որ մենք աղքատ երկիր ենք, բայց այս քարոզը մի բանի համար է արվում, որ ինչ որ մի քանի մարդիկ կոռուպտեն այս երկիրը, կոպեկներով տանեն վաճառեն այդ պղինցն ու մոլիբդենը, իրենք կյանքում հետաքրքրված չեն, թե ինչ ապագա, թե ինչ խնդիր, ինչ զարգացում կարող է նույն այդ մոլիբդենը կամ պղինցը ունենալ Հայաստանի տնտեսության համար, ինչ դերակատարություն ունենալ, որովհետև իրենց բանը է, այսօրվա կանխիկն է իրենց հետաքրքրում։ Ցավոք մեր երկրում քաղաքական իշխանությունը այդ մարդկանց ձեռն է, այդպես կարճ մտածող մարդկանց։ Ես ուղղակի չէի էլ ուզում խոսեի, զգուշացնում եմ, զգուշ եղեք, որովհետև մեր վաղը լինելու է ավելի վատ, քան այսօր։ Իսկ սա այն չի, որ կարող է նորմալ հասուն մարդ անել, գոնե բան մեր երեխեքի համար մենք պատասխանատու մեզ պետք է համարենք։ Այդ գլոբալ բաների մասին չեմ խոսում։ Կներեք իհարկե, բայց ինչի ձեզ թվում է, որ մենք չենք մտածում օր ու գիշեր մեր ապագայի մասին։ Նույն ձևի մենք մտածում ենք, ոչ միայն մտածում ենք, այլ աշխատում ենք, որ այդ ապագան շատ ավելի հիմա մենք խոսում ենք, այս հրավիրել են տնտեսական խնդիրները մաքսիմումության հետ քննարկել, իսկ դուք բարձրացնում եք քաղաքական հարցերը, որը իմ մոտ տպավորությունը որ արդեն շտամպեր է դառել, որը որ անդադ նույն բանը խոսվում է։ Բայց ես դրա մասին չի ուզում խոսալ, կներեք, ուզում էի խոսալ այդ ամսի սեպտեմբերի 3-ի հայտարարության մասին, հա։ Բազմաթիվ անգամ խոսվել է դրա մասին, որ այո, մենք երբ որ ունեցանք այդ հնարավորությունը Մաքսային միությանը միանալու բացվեց պատոանը, այդ ժամանակ էլ հայտարարեցինք դրա մասին։ Եթե մենք ունենայինք շուտ այդ հնարավորությունը, ես կարծում եմ, որ նաև տենց կլիներ։ Բայց որ աշխատանքները տարվում էր, որ նախագահները ստեղծել են Ռուսաստանի եւ Հայաստանի նախագահները ստեղծել են այդ աշխատանքային խումբը, որ հասկանանք, որտեվ իսկապես մենք պետք է հասկանայինք, ոնց ենք մենք միանում կամ հնարավորություն ունենք Մաքսային միությանը միանալ, այն դեպքում, երբ որ չունենք միասնական սահման։ Մենք պետք է հասկանանք, իսկապես իսկ այսօր արդեն հասկանալի է։ Իսկ Ղարաբաղի խնդիրը հասկանալի է։ Ես օրինակ իսկապես չգիտեմ այդ։ Հասկանալի է թե չէ, շատ լուրջ հարց եմ տալի։ Ակնհայտ է, որ անորոշությունների առաջ ենք գա։ Ակնհայտ է, որ մտնում ենք բան, մարախուղի մեջ ենք մտնում, չգիտենք անդունդա թե բարիքա դիմացներս դրած, չգիտենք։ Որով մեկը սպասում էր, որ Լուկաշենկոն սենց հայտարարություն։ Ես Նազարբաև սպասում եմ, անկեղծ եմ ասում։ Լուկաշենկո, քանի որ մեր այսպես լավ գործարանների հետ պատժ-պրոշտեր միշտ լինում Հայաստան, իսկ դու այդ մարդը այդպես բան չի անի։ Շատ անկեղծ եմ ասում։ Մեկ էլ արի դες արեց։ Հանրաբար ինչ-որ ավելի լուրջ շահեր կա, քան ասենք Հայաստանի խնդիրն է։ Մենք այսպիսի վիճակում ենք այսօր։ Եվ սա է իրողություն։ Այո, մենք հեշտ վիճակում չենք։ Ով ասում, որ ոչ Հայաստանի միայն Հայաստանի փոքր երկրները, փոքր տնտեսությունները շատ ավելի քաղաքականացված են։ Դա այդպես է, դա կյանքն է այդպես։ Եվ տնտեսական հետաքրքրությունը նրանց նկատմամբ բնականաբար շատ ավելի ցածր է, քան քաղաքական։ Գուցե այլ հետաքրքրություններ ևս լինեն։ Տիկին Մինասյան, դուք ասացիք աշխատանքային խումբ է աշխատել, ճիշտ է, բարձրաձայնվեց սեպտեմբերի 3-ին, բայց մինչ այդ էլ գիտեին, աշխատում էին մեր երկու կառավարությունների թիմերը։ Կա տնտեսական հաշվարկ այդ գործունեության արդյունքում։ Ես ուզում եմ թիվ ասեք, որովհետև օրինակ Լեհաստանի դեսպան ասաց 150 միլիոն եվրոյի օգնություն կունենա Հայաստանը մի քանի տարի հետո, Մաքսային միության առումով մենք թիվ չենք լսում։ Ես կխնդրեմ, եթե կա ինչ-որ վերլուծություն թվային։
Ինչ թիվ եք ուզում լսեք, ես լավ չեմ պատկերացնում, ինչ թիվ եք։ Ինչ օգուտ ունի Հայաստանը մաքսային միությանը։ Ես կարող եմ ասել թվերի մասին։ Լրացուցիչ տնտեսական աճ։ Բայց նրանից հետո որ եվրոպացիները հայտարարեցին, որ 3% աճ լինելու, ասին հնարի աճ կլինի 4.5%։ Ես կարող եմ հստակ ասել, որ մեր հաշվարկներով մեր ապրանքաշրջանառությունը այդ թվում նաև չկամ մեծամասամբ Հայաստանից արտահանման ավելացման հաշվին մենք ունենանք։ Դա հիմնական մեր նպատակներից է, հիմնական նպատակն է ասել մաքսային միությանը միանալու, որտեղ մենք տրանզակցիոն ծախսերը կնվազեցնենք առնվազն գնահատականը 7%, մաքսային միության երկրների միջև ապրանքաշրջանառությունը 2.5 տարվա մեջ աճել է 2 անգամ։ Մենք կանխատեսում ենք, որ մեր արտահանումը կաճի։ Իսկ դա նշանակում է նոր աշխատատեղեր, դա նշանակում է արտադրությունների ծավալների աճ, դա նշանակում է, որ մենք կունենանք տնտեսական աճ։ Գնահատական տալ թվային ինքը այսօր չեմ կարծում, որ ճիշտ է։ Տարբեր գնահատականներ անկախ էքսպերտները տալիս են 3%-ից մինչև 4.5% տարբեր գնահատականները տալիս են, բայց այն, որ ռեսուրսները ավելի էժան են լինելու, դա մրցակցություն է բերում, այն, որ մեր արտադրողները մաքսատուրքերի քաղաքականության շրջանակներում կունենան առավելություններ այլ երրորդ երկրներից մաքսային միությունում վաճառված ապրանքների համեմատ։ Մի կողմից տրանզակցիոն ծախսերը նվազում է, մյուս կողմից ավելի պաշտպանված է, այսօր մենք բաց ենք, 0.10 մեր մաքսատուրքերը փոխվելու են։ Այն, որ մենք ակնկալում ենք նաև միասնական ենթակառուցվածքի քննարկումը, որ ենթակառուցվածքներ պետք է լավանա։ Մեր կապը մաքսային միության հետ պետք է ավելի որակյալ դառնա։ Չգիտեմ, շատ բան կա ասելու չեմ։ Րոպեն նվիրում եմ ձեզ։ Խնդրեմ, նույն թեման, եթե կարելի է շարունակել։ Փորձեմ ես էլ ամփոփեմ այս ձեր հարցադրումների հետ կապված, նախ Տիկին Մինասյանի նշած արտահանումը կավելանա, կարող է ավելանա, բայց շատ կարևոր է ներմուծումը ինչ չափով կավելանա, այսինքն եթե ներմուծումը ավելի առաջանցիկ տեմպով ավելանա, քան արտահանումը, իմ կարծիքով դա ելակետային պայմանները ավելի կվատթարացնի, իսկ ոնց որ թե նույն Ղազախստանի եւ Բելարուսիայի օրինակը, եթե մենք փորձենք մի քիչ ուսումնասիրենք, տեսնենք, որ այնտեղ ավելի շատ այդ վեկտորով է գնում եւ իհարկե որոշակի օտարի բայց խոսվեց, որ պետք է հավասարակշռել հենց այս նիստի ժամանակ պետք է ես որպես տնտեսագետ ընդունում եմ ինչ կա, չեմ ընդունում պետք են, այդ գնահատումներն էլ ընդհանրապես մի փոքր ես սկեպտիկ եմ։ Այդուք հիմա հակասում եք, ձեզ քիչ առաջ ասում եք պետք է գնանք զարգացում, բայց չէիք խոսում ռեալ իրավիճակի մասին։ Ես զարգացումը ընդունում եմ ինստիտուտների կայացվածության աստիճանով, այսինքն ես տեսնում եմ զարգացում, տեսնում եմ Եվրոպամիության ինստիտուտները, տեսնում եմ, որ այդ ռեֆորմները որոշակիորեն իրենց արտացոլումը տվել են, բայց իրավակիրարկման տեսանկյունից, երբ որ դրսևորվի քաղաքական կամք, այդ ռեֆորմների արդյունքը կբերի նաև ընդհանուր տնտեսական զարգացման։ Այստեղ է խնդիրը դրված, հա, ես հետեւաբար իմ պետք է նշում եմ ինչի հիման վրա է։ Երկրորդ բանը, շատ է շեշտում էժան ռեսուրսներ, ասեմ, որ կա գլոբալ մրցունակության համաթիվ եւ այն երկրները, որոնք որ ընդհանրապես մենակ ռեսուրսների էժանության վրա են հենված, դրանք ամենաստորին մակարդակի երկրներն են, հա։ Այսինքն ռեսուրսները սպառող են, էլի։ Այո, բայց դրանք ամենաստորին մակարդակի երկրներն են։ Այն մեր վարչապետին, որ լսում են կառավարության անդամները, մենք խոսում ենք գիտելիքահեն ռեսուրս տնտեսության զարգացման մասին, որը ամենևին այդ էժան ռեսուրսների մասին չի ենթադրում։ Այսինքն մի փոքր հակասություն կա, էլի, մի կողմից մենք ամրագրում ենք այնց ավելի պայծառ ապագա, ավելի փորձում ենք ավելի մեծացնենք այդ տեխնոլոգիական ցիկլերը, արժեքի շղթան եւ այլն, եւ խոսում ենք էժան ռեսուրսների առկայության մասին։ Եվ կուզենայի նաև նշել այդ ընդհանուր ձեր ասածների հիման վրա, մենք պետք է նաև շատ կարևոր է ուսումնասիրենք ինստիտուտների կայացվածությունը։ Երբ որ մենք ուսումնասիրում ենք այդ Եվրոմիության 28 անդամ երկրների ինստիտուտները, այդ նույն կոռուպցիայի ընկալման համակիրը եւ արքու բարքը եւ արժե համակարգը,
դրանք համենայն դեպս մեր համար բոլորիս համար ընդունելի արժե համակարգ են, որևէ մեկը հրապարակայինորեն դրանք չի շղթում։ Երբ որ ուսումնասիրում ենք այդ նոր կոռուպցիայի ընկալման համաթիվը եւ մնացած այդ տնտեսության կայացվածության ինդեքսը, գլոբալ մրցունակության համաթիվը կամ էական համաթիվ, որ մենք ուսումնասիրենք մաքսային միության անդամ երկրներում, կտեսնենք, որ դրանք էականորեն հետ են։ Բարեբախտաբար Հայաստանի Հանրապետությունը իր շնորհիվ դոնորների բավականաչափ բարելավել է իր դիրքերը եւ կարելի ասել, որ այս մաքսային միության անդամ երկրներից համարվում է առաջատար։ Այս շատ մեծ մտավախություն ունեմ, որ մեկ մաքսային միության անդամ երկիր դառնալու դրա մեջ մտնելու առումով մենք կկորցնենք այդ դրականը, այդ ինստիտուտների կայացվածությունը, որը որոշակյորեն մենք կա, որը որ կմիախառնվի եւ մենք այդ առաջատարի դիրքերը էականորեն կզիջենք։ Այսինքն այդ պայմանագրերը հակասության մեջ կմտնեն մեր պայմանագրերը չէ, ինստիտուտները Եվրոմիությանը, չգիտեմ, այլ վերցնենք, հա, գնումների համակարգը։ Գնումների համակարգը զարգացած է Եվրոմիության անդամների։ Մենք ԱՀԿ-ի միակ ԱՊՀ երկիրն ենք, որը ԱՀԿ գնումների համաձայնագրին անդամակցում է, որևէ ոչ Ռուսաստան, ոչ Ղազախստան չի կարծում։ Doing business ես վերջի բանը Ռուսաստանը, եթե չեմ սխալվում, Հայաստանը 37-րդ, Ռուսաստանը 79-րդ, եթե չեմ սխալվում։ 92, սխալվեց։ Ուզում էի մի լավ բան Ռուսաստանին ասեի, չեղավ։ 92, պետք է հավասարվի, չի կարող։ Եթե մենք տնտեսական տարածք է, ճեղքված կամ Ռուսաստանը որևէ ձևով չի ժամանակաշրջանի, այսինքն Հայաստանի Հանրապետությունը, որ մենք նայենք, հա, մենք վեկտորով դեպի ճիշտ ուղի ենք, բայց այդ մաքսային միության անդամ երկրները որևէ կերպ իրանք հնարավորություն են այդ ստորի մակարդակներից որևէ կերպ առաջանալու, բայց չեն առաջանում եւ այդ առումով էլ եւս ինստիտուտների կայացվածության եւ խաղի կանոնները հաստատելու առումով ես քննի եմ տեսնում ամփոփելով ասեմ, բայց մի դրական բան կա էլի, ես մի անգամ էլ եմ նշել, այդ այնա որ մշակութային գործոնը կա, այսինքն բիզնեսում կա, հա, մշակութային գործոն, դա բյուրոկրատական արգելքները հաղթահարելն է, կոռուպցիան որպես առաջին քայլ դիտարկելը, այս առումով մաքսային միության անդամ երկրների իդեալական ֆորմատ է, այսինքն եթե մենք Եվրոմիության ասոցիացիան համաձայնագրի եւ այդ ֆիրմաների հետ հարաբերություն են կոռուպցիան որպես գործոն դիտարկելը, գրեթե դա շատ ցածր հավանական է, այս առումով շնորհիվ լեզվական, բարքերի եւ ընդհանուր շատ նախին խորհրդային միության հիշողությունների շատ հնարավոր է, որ այս առումով տրանզակցիոն ծախսերը իրոք էականորեն նվազեցվեն։ Այս էր ասում։ Տիկին Մինասյան, դուք ասելիք ունեք այս։ Մի փոքր ասելիք ունեմ։ Այս մեր գործընկերոջ դիրքորոշումը ինձ թվում է ինքը ասենց կամ-կամ է։ Իսկ մենք չենք ասում կամ-կամ։ Եվս գնալու ենք եւ ներգրավելու ենք եւ փորձելու ենք ներգրավենք եվրոպական ներդրումները։ Իհարկե եվրոպական կառավարման համակարգը շատ ավելի առաջ է, շատ ավելի մեծ սովորելի բան ունենք մենք եվրոպական կառավարման համակարգից, ինստիտուցիոնալ համակարգից եւ չենք հրաժարվում դրանից ոչ մի դեպքում։ Իհարկե, նույնը մնացած երկրները Եվրոպական ամենազարգացած երկրներից մեկն է։ Իհարկե, մենք միշտ էլ ձգտելու ենք, որ գանք հասնենք դրան։ Ու դա չի շղթում, մեկը մյուսին չի շղթում, բայց երբ որ դու ունես հնարավորություն ավելի բարենպաստ պայմաններում այդ ամեն ինչ անել, ինչի չանես։ Չեմ հասկանում, ինչի չանես։ Եվ երկրորդը, ինստիտուտները, խոսացիք doing business-ի մասին, այդ սիրած թեմանակն եք, քանի որ դրանով շատ եմ զբաղվում։ Նայեք, տեսեք, մենք doing business-ում իհարկե 37 տեղում ենք եւ լավ տեղում ենք։ Բելգիայի եւ Ֆրանսիայի մեջ ենք։ Բայց երբ որ բացում ես այդ արկղը, մեր մաքսայինը, արտաքին արիվտերի ցուցիչով 117 տեղում ենք։ Մեր հարկայինով 100, չգիտեմ, որտեղում ենք եւ այլն։ Այդ բավականին մեծ բևեռվածություն ունենք ու բազմիցս ասում ենք, որ տեղ խորհրդային ռեֆորմներ պետք է անենք։ Այն երկրները, որ մաքսային միությունում են, իրանք այդ բևեռվածությունը ու մասնավորապես այդ ցուցիչներով չունեն այդ։ Դրա համար նորից եմ ասում, մենք ունենք շատ բան տալու, որտեվ շատ տեղերում առաջի տասնյակում մենք շատ բան ունենք նաեւ վերցնելու։ Ու միանշանակ չի ընդհանուր երբ որ ռեյտինգի նայես ու ասես որ այս երկիրը սենց է կամ սենց։ Ասեք։ Ճիշտ ասած գործառույթությամբ զբաղվելու համաթիվը եւս իմ սիրած թեմաներից է։ Ես փորձեմ մի փոքր ավելի փորձեմ վերլուծել։ Հա, չէ, հաստատ չենք հեռանա։
Նշվեց ճիշտ է, որ որոշ ցուցիչներով մենք ըստ էության այդ բեռնման, բեռնաթափման, ապրանքաշրջանառության տևողության եւ այլն, այո, բավականին հետին դիրքերում ենք, բայց մենք պետք է նաև ուսումնասիրենք դրանց, այսինքն համաթիվը եւ դրա պրակտիկան։ Օրինակ սեփականության իրավունքների պաշտպանությունը Հայաստանը, եթե չեմ սխալվում, երկրորդն էր, նույն ժամանակին չորրորդները, ինչ որ հայ, այս վերջինը ես չեմ ասում։ Հա, բավականին առաջատարը, բայց եթե դուք գնաք այ կադաստր փորձեք գրանցել ձեր սեփականության իրավունքը, փորձեք պաշտպանել, նույնը ներդրողների պաշտպանության համաթիվ, այսինքն ըստ էության կներեք ռուսերեն պատգոն կա, հա, այսպես արտահայտություն կա, դա դժվար է այնց հայերենով մեկնաբանել, այսինքն մենք կարող ենք նայել համաթվի կառուցվածքը, նայենք, տեսնենք, այս մի բանը որ լինի էլեկտրոնային, մենք ավելի բարձր տեղում կլինենք։ Գրենք, որ սա լինի էլեկտրոնային, բայց դրանից պրակտիկան ավելի չի լավանա, որովհետև էլի Եթե դուք տեղյակ չեք, doing business-ի ցուցանիշը գոնե բիզնեսի արձագանքների վրա է կառուցվում։ Սերվեի հիման վրա է կառուցվում։ Սերվեը, որը մասնավոր գաղտնի կազմակերպությունները լրացնում են։ Որոշ ցուցանիշները այդպես են, որոշները ստացվում են։ Ոչ։ Տիկին Մինասյան, վերադառնանք մեր թեմային, այ դեկտեմբերին արդեն գործողությունների քարտեզ ենք ներկայացնելու, մենք այսինքն ինչ անելիքներ կան առաջիկայում, այս 1-2 ամսում, պատրաստ է արդյոք Հայաստանը եւ ինչ է սպասվում մեզ Մաքսային միությունում։ Այդ հարցը կխնդրեմ 1 րոպեում ամփոփել։ Մինսկում որոշումը կայացվեց, որ պետք է ստեղծվի աշխատանքային խումբ։ Հիմա գործընթացը սկսվել է, աշխատանքային խումբը սկսում ենք մինչև դեկտեմբեր պետք է ամփոփենք այն միջոցառումների ծրագիրը, որ արդեն մենք մշակել ենք, իրանց հետ լրամշակենք, ներկայացնենք եւ սկսենք արդեն իրականացնել այն համապատասխան գործողությունները, ժամկետները այդ դարոժնի կարտայում մենք սահմանենք եւ այդ ժամկետները արդեն այդտեղից կերևա երբենք մենք միանալու Մաքսային միությանը։ Այսինքն դեռ բարձ չի երբենք միանալու։ Այդ աշխատանքը անպայման պետք է ոչ թե պարզ չի, մոտավորապես պարզ է, բայց մենք պետք է մեր վրա որոշ պարտավորություններ վերցնենք, որոշ բաներ իրականացնենք, որը պետք է անենք շատ արագ, ու մենք հնարավորություն ունենք շատ արագ դա անելու, ուղղակի պետք է այդ ֆիքսենք այդ ժամկետները։ Այդ օրենսդրական փոփոխությունների օրենսդրական փոփոխությունների կա, որոշ ինստիտուցիոնալ փոփոխությունների կա, որտեղ այդտեղ էլ որոշ պայմանները շատ ավելի խիստ են, քան թե մենք ունենք ու պետք է փոփոխություններ անենք։ Պարոն Ասատրյան, ինչ է սպասվում մեզ։ Կարծում եմ միակ բանը, որ իմ համար հստակ է, նոյեմբերի վերջին Վիլնյուսում մենք չենք մասնակից չենք դառնա այդ համաձայնագրի ազատարարի եւ օնլայնված համագործակցության։ Սա ակնհայտ է։ Մնացածը անորոշ է։ Այս խոստումները, որ մենք ինչ-որ փաստաթուղթ անպայման կստորագրենք։ Չէ, ոչ մի փաստաթուղթ չենք ստորագրելու եւ դրանից հետո պետք է սկսեն որոնումները համագործակցության Եվրոպան միշտ էլ բաց է լինելու, մենք էլ հավանաբար պետք է ձգտենք նոր ինչ-որ բաներ ենք։ Այսինքն եղել է ստանդարտ մի եղանակ համագործակցության, մենք հրաժարվեցինք այդ ստանդարտից։ Սա է ընդհանրապես տեղի ունեցել։ Մաքսային միությունը սա գործընթաց է, որը սկսել է, ես վերջը անկեղծ ասած չեմ պատկերացնում, երկու պատճառով։ Նախ Հայաստանը իր այն ամեն ինչով հանդերձ, ինչի մասին խոսում ենք, հետո նաև Ղարաբաղի ճլուցված խնդրով չի կարող անդամակցել միությանը Մաքսային։ Եվ երկրորդը ես համոզված եմ ասում, որ Մաքսային միությունը ինքը ապագա չունի։ Ինքը չի լինելու։ Խոսենք 3-4-5 տարի հետո։ Խնայեցի ժամանակը առաջարկան։ Փորձեմ ճիշտ ասած ասել, իմ համար ապագան շատ մշուշոտ է, բայց մի բանը հստակ է, որ այն դրամաշնորհները, որ Եվրոմիության կողմից նաև ուղղվում էր Հայաստանի որպես տեխնիկական աջակցություն, դրանք էականորեն կուղղվեն դեպի Մոլդովա, որը արդեն հստակորեն իր դիրքորոշումը արդեն արտահայտել է, այսինքն գլոբալ առումով դա նշանակում է, որ այն ինստիտուտաշինությունը, որը իրականացվել է, այդ թվում նաև իմ որոշակի ոլորտներում ես ասացի, այդ գործընթացում այլևս որևէ ռեֆորմ, որը որ իրականացվի այլ շահագրգիռ մարմնի փողերով, մենք ըստ էության չենք ունենա էսա, բայց ինչ կտա Մաքսային միությունը, ես շատ ուրախ կլինեմ, եթե մի տարի հետո Տիկին Մինասյանը գա եւ հայտարարի, որ մի ոլորտում որևէ տեսանելի ինչ որ դրական արձագանք կա կամ հաշվարկ ներկայացնեն։ Օրինակ ես Եվրոմիության դեպքում կարող եմ ասել, բոլոր հաշվարկները ցույց են տալի, որ տեքստիլ արտադրանքը կդառնա ավելի մրցունակ, ինչ որ մասնաբաժին ավելի կավելանա, հա, նույն կուզենամ նույն ձևի ինչ որ մի բան ստա։ Այո, Եվրամիությունում մրցունակ է դա։ Բոլոր էքսպերտների գնահատ զարգացնենք մի բան է ուզում ասել, որ ես համոզված եմ, որ մեր տնտեսության համար բացվել է մեծ հնարավորությունների պատոհան եւ մեզանից է կախված, թե մենք այդ պատոհանից ոնց կօգտվենք։ Մենք պատրաստ ենք արդյունավետ օգտագործել այդ պատոհանը։ Մենք ամեն ինչ պետք է անենք, որ դա անենք։ Այդ
Շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ այսօր Ամեկ+-ի ուղիղ եթերում մեդիա կենտրոնի կազմակերպած բանավեճներ Հայաստանը զարգացումների մաքսային միության անդամակցելով ինչ ուրեմն կշահի տնտեսական առումով մեդիա կենտրոնը համակարգում է հանրային լրագրության ակումբը, բայց հասարակության հիմնադրամներ Հայաստանի եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան համատեղ աջակցությամբ։ Շնորհակալություն մեզ դիտելու համար։ Ես Դիանա Մարկոսյանն էի, կհանդիպենք հաջողություն։